Չի բացառվում, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպված է եղել Թուրքիայի հատուկ ծառայությունների գիտությամբ։ Փաստացի դա օգտագործվել է որպես բավականին լուրջ ինչ-որ գործոն Թուրքիայի իշխանությունների կողմից, նախընտրական այն կամպանիան, որը որ այս պահին գնում է։ Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք կարող են ճակատագրական լինել Էրդողանի համար։ Շատ բան ուղղակի կախված է նրանից, արդյոք իշխող կուսակցությանը, Էրդողանի կուսակցությանը հնարավորություն կունենա շեղելու ընտրողների ուշադրությունը այդ տեղի թուրքական քրդական ուժերից։ Պաշտոնական Անկարան ահաբեկչության հիմնական կասկածյալներ համարում է իսլամական պետության ահաբեկիչներին, սակայն նաև չի բացառում քրդերի մասնակցությունը դրան։ Եթե միտեղ, որտեղ որ քրդական ժողովրդադեմոկրատական կուսակցությունը թուրք ժողովրդի խաղաղասեր ժողովրդի հետ պարում են, լուսանկարները կար հեռուստաեթերներով եւ պարում են, եւ հիմնականում մեծ մասը 70%-ը մեր ժողովուրդն է, եւ այդ թվում ժողովրդադեմոկրատական կուսակցությունը իրեն անդամներով ոնց կարող է քուրդը այդպեսի բան անի։ Դա բացառվում է։ Սիրիայում իսլամական պետության դեմ կռվող քուրդ զինյալներին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է ռազմական հանցագործությունների եւ էթնիկական զտումներ կատարելու մեջ։ Քրդերը ոչ թե մենակ իրենց են պաշտպանում, այլ ազգային այն փոքրամասնություններին, որ այսօր Սիրիայում ապրում են։ Սիրիական ճգնաժամի ֆոնին խիստ լարված են նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Մի քանի օր առաջ Հայաստանի օդային տարածքում թուրքական ուղղաթիռների հայտնվելը քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատահական չի համարում։ Դա պատասխանն էր Թուրքիայի օդում հոկտեմբերի 3-ին ռուսական կործանիչների հայտնվելու հանգամանքին։ Վերջի անգամ նման իրադարձություն տեղի ունեցել դեռ Սառը պատերազմի ժամանակ։ Դա Թուրքիայի կողմից, ոնց որ նրանք կարծում են, դա ինչ-որ ձևով մեսիջ է ուղղված Ռուսաստանին։ Իդեպ երեկվանից Թուրքիայի դատարանը արգելել է թուրքական ԶԼՄ-ներին Անկարայում իրականացված ահաբեկչության կապակցությամբ որևէ հրապարակումներ անել։